չտայներեն դրանք։ Եվ ինչ կապ ունեն այսօրվա մեր դասի հետ։ Ձեզ ինչ տայներեն դրանք։ Փոքրիկներ են ուզում պստել, սիրանուր։ Հրաչ, կամու ձայներ այլորում անշա։ Բնության ձայներ են, բնության մեջ լսվող ձայներ են։ Երեխաներ այս հարցի պատասխանը մենք իմանանք դասի վերջ։ Հիմա նայում ենք էկրանին։ Այսօրվա մեր դասի թեման է արեգակնային համակարգ։ Ինչ կապ ունեն այս նկարները միմյանց հետ, ինչ կապ ունեն մեր դասի հետ, ինչ ենք տեսնում։ Գիտնականներ են, մեծ արջ, փոքր արջուկ, ուսու խոհանոցային շերեբրեր, բառեր են գրված, փորձեք մտածել, ինչ կապ ունեն այս նկարների խճանկարը մեր դասի հետ ինչ կապ ունեն։ Փորձեք մտքեր արտահայտել, կար լսում եք։ Անց շերեբը դա ասոցիացիոն է մեծ արջի, փոքր արջի։ Ասոցիացիաներ առաջացան։ Գորը հիշեց, որ շերեբ բառով ինչ-որ համարտադրություն է իրեն ծանոթ, բայց դրա մասին դեռևս որևէ չգիտեք, չէ՞, այսօրվա դասին ենք իմանալ։ Իսկ այս գիտնականներից ինչ-որ ծանոթել երեխաներս։ Գալիլեո Գալիլեյ, Նիկոլայ Կոպեռնիկոս, Ջորդանո Բրունո։ Ծանոթ չէ, ծանոթանանք դասի ընթացքում։ Սրանք այն գիտնականներ են, որոնք բացահայտել են տիեզերք։ Ապրել են մեզ շատ տարիներ առաջ, եւ այն ժամանակ, երբ որ գիտություն ու տեխնիկա զարգացած չէր, իրենք կարողացել են նվաճումներ արձանագրել այս գիտության բնագավառում։ Շատ լավ։ Հիմա ունենք հանելուկներ։ Հանելուկների համար գալու եք էկրանի մոտ, բայց մեկից մինչև 8-ը ինչ-որ թիվ մտապահեք։ Սա ջախի պասա։ Ես մոլորակների մեջ ամենամեծն եմ, հսկա, ինքնից հզոր ու ահռելի ոչ ոք չկա, կազմված եմ գազից, ունեմ շատ լուսիններ, իմ վրա միշտ փչում են ուժեղ քամիներ։ Գոհ։ Արև։ Արև։ Լավ։ Իսկ հատուցի վասը։ 7։ Դերեկա 7-ն է։ Ես ունեմ օվկիանոս, անտառ ու սարեր, ինձ վրա են ապրում բոլոր մարդիկ ու գազաններ։ Տիեզերքից նայողին կապույտ են երևում, միակն է, որտեղ կյանքն է հարատևում։ Երկիր մոլորակ։ Ձերքով, ասա հրաչան։ Այո, երկիր մոլորակ, ճիշտ գուշակեցիր։ Երեխաներ, այդ ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք իմանանք դասի ավարտին։ Հիմա եկեք տեսնենք ինչ է արել։ Երեխաներ, իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչ է տիեզերք։ Որ մոլորակներ Մարս, կամ նաև ապարում ենք հրաց։ Արեգակնային համակարգի արևից հեռավորության որ երրորդ մոլորակն է։ Ես մի մոլորակից հետո եմ։ Դրա համար, քանի որ մոտ հեռավորության վրա գտնվում Մարսի վրա է շատ հետազոտություններ կատարել տիեզերագնացները։ Այո, 4-րդն է, չափերով 7-րդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է երկրի զանգվածի 10.7%-ը։ Այսինքն երկրի համեմատ ավելի թեթև մոլորակ է։ Մարսը ստացել է հռոմեական պատերազմի անցած Մարսի պատվին։ Մարսն անվանում է նաև կարմիր մոլորակ, մակերևույթի կարմրավուն երակի պատճառով, որը ստացվում է երկաթի երկօքսիդի պատճառով։ Քանի որ այդտեղ շատ կա երկաթի երկօքսիդ, ինքը դարձել է
արեգակի և չափսերով համեմատաբար ավելի փոքր են։ Մյուս մոլորակները, որոնք ձեզ էլ ուսումնասիրեք, արդեն համարվում են հսկա մոլորակներ։ Սրանք արեգակից ավելի հեռու են գտնվում, բայց իրենց չափսերով բավականին մեծ են։ Առաջին մոլորակը դա Յուպիտերն է, որը արեգակնային համակարգի թվով 5-րդ մոլորակն է, սակայն չափսերով առաջինն է։ Պատկերացնում եք, Յուպիտերի զանգվածը գերակշռում է շուրջ 2.5 անգամ արեգակնային համակարգի բոլոր մոլորակների զանգվածի գումարը։ Պատկերացնում եք, մեր բոլոր մոլորակների գումարը հազվապատկած 2.5 անգամ կազմում է մեր Յուպիտերի զանգվածը։ Յուպիտերին այն կերպ անվանում ենք նաև գազային հսկա, որովհետև նրա հիմնական կազմը կազմում է գազեր, հելիումը և ջրածինը, բայց նրանք այնքան խիտ են իրար վրա դասավորված, որ ապահովում են մեր Յուպիտերի հսկա զանգվածը։ Մինչդեռ իր այնքան ահռելի զանգվածի հետ մեկտեղ, Յուպիտերը կազմում է արեգակի զանգվածի ընդամենը ամբողջ 1/1000 տոկոսը, այսինքն արեգակի համեմատ ինքը շատ չնչին զանգված ունի, բայց համեմատած մնացած բոլոր մոլորակների մեր Յուպիտերը ունի ամենախոշոր զանգվածը։ Կհիշենք Յուպիտերի գեղեցիկ տեսքը։ Գեղեցիկ տեսքը և հիշում ենք, որ սա ամենամեծ մոլորակն է։ Մյուս մոլորակը երեխաներ, մենք արդեն լսեցինք մի քանի համաստեղությունների մասին, բայց եկեք հասկանանք առհասարակ իրենից ինչ է ներկայացնում համաստեղությունը։ Եզերքում մի քանի աստղեր միավորվում են միմյանց հետ, ստեղծում են որևիցե մի պատկեր, որոնց մարդիկ անվանել են համաստեղություններ։ Երեխաներ, մեզ ամենահայտնի համաստեղություններից են մեծ արջի և փոքր արջի համաստեղությունները, որոնք երկնքում առավել լուսավոր աստղերի միավորում են ստեղծում, և մենք տեսնում ենք շերեփի տեսք, երեխաներ։ Նայեք, երեխաներ, մեր շերեփը կազմված է կարծես թե բռնակից, պոչիկի հատվածից և հետ շերեփի գլխիկի հատվածը։ Սա մեր մեծ արջի համաստեղությունն է, որից մի փոքր վեր գտնվում է կարծես թե նույն պատկերը, բայց ավելի փոքր։ Կարող եք ուշադրել սա որ համաստեղությունն է։ Աստղագորջան, փոքր արջի համաստեղությունն է, շատ բարի։ Կարծում եմ, որ համաստեղությունները միմյանց նրանցներով մենք կարող ենք գտնել բևեռային աստղը, որը եզերքում ամենալուսավոր աստղերից մեկն է և միշտ ցույց է տալիս դեպի հյուսիս, այո, միշտ ցույց է տալիս մեր ճանապարհը, թե որ պետք է մենք գնանք դեպի։ Հիմա ունենք խմբային աշխատանք, ինչ է պահանջվում ձեզնից։ Խմբերը բաժանել ենք այնպես, որ յուրաքանչյուր խմբում լինեն և երկրորդ և հինգերորդ դասարանի սովորողներ։ Գալու ենք, ընտրենք, այստեղ մոլորակների անվանումներ ենք դրել։ Գալու ենք ընտրենք մոլորակի անվանումը և որ մոլորակի անվանումը որ ընտրել ենք, դրա վերաբերյալ ձեզ տալու ենք ընդհանրապես 3-4 րոպե։ Ձեզ նշումներ եք անելու և գալու եք այստեղ ինքնակրճիռներ եք փակցնելու, որոնց վրա գրված է լինելու մեկ առանձնահատկություն, որ դուք հիշեցիք։ Այն են բոլոր մոլորակների մասին այստեղ տեղեկություններ ունենք։ Ճիշտ է, մենք բոլոր մոլորակների մասին ծանոթացանք, իմացանք, որ երրորդն է, ինչ առանձնահատկություն ունի, ինչ յուրահատկություն ունի։ Հիմա յուրաքանչյուր խմբից մոտենում ենք երկու հոգի, մի հատ երկրորդ դասարանցի, մի հատ վեցերորդ դասարանցի։ Արի, այլ մաչանջան, մի հատ նվերցու և վիդեոզայ հոմայանցի։ Դա կփոխանցես մոտեցեք։ Գորջան, հիմա մենք տեսնում ենք մեր աստղազարդ երկինքը, բայց ոնց տեսնում ես մեր աստղերը ինչ-որ օրինաչափությամբ չեն պաշտված, չէ՞։ Պետք է հիմա մենք փորձենք մեր աստղերով կառուցել մեր մեծ արջի և փոքր արջի երկու համաստեղությունները։ Կարող ես։ Դա և ասում եմ, այո, կասի։ Հիշում ենք, որ շերեփի գլխիկը կազմված է 4 աստղերից, իսկ պոչիկը 2 շերեփ։
համաստեղություններ, գազրոբայի համաստեղություններ։ Երեխաներ, հիմա արդեն մեր դասի ամբողջ մանկությունն է, որի ժամանակ մենք պետք է արդեն համարվենք դասի ընթացքում ստացած գիտելիքներից։ Ունենք համապատասխանեցու, պետք է համապատասխանեցնենք։ Օրինակ, եթե ընտրել են երկիր մոլորակը, պետք է դրել այնպիսի բնութագույն, այնպիսի բնորոշում, որը համապատասխանում է երկիր մոլորակին։ Տեսեք, նայում ենք, որոշում ենք, որին է համապատասխանեցնում, ուրեմն, այստեղ ունենք նաև մաս, արմիզատում, արեգակ և հեղեղարի աստղ։ Պետք է այս 5 եզերական մարմինների համապատասխան բնութագույն գտնել։ Խմբերը ձեռքը բարձրացնում, մոտենում են և փորձում են համապատասխանեցնել։ Արինա, երկիր մոլորակի համար դուք ճիշտ բնորոշում հատով տալ։ Այսպես ես կողմներ ենք, որը չի հասնում, ոչ չի ես։ Չգիտեմ, ճիշտ է թե վերջում կտեսնենք։ Դու օգնող ես, հենին ասում են, արեգակի բնորոշը կամ հեղեղային աստղի բնորոշը։ Աստղ, որը միշտ ցույց է տալիս հյուսիսի ուղղությունը և ասացնենք եք։ Տեսնի հարցը ճիշտ արեց։ Շրջակայքին ասում, դրանց մենք այստեղ են շատ ունասել ու վարություն ունենք, չնող շատ նույցում տեսնենք ճիշտ է բարի երեխաներ։ Ոչ, այս երկուսը սխալում ենք, ով կգաս սխալում ենք, այ Մարիա, դամոք, միմը սխալում Չէ, այստեղ մեջտեղ կծգտուր, մի հատվիր, նույն ձևով մյուս ավանդանցում այլանցում, դե մայրի արել։ Դես աշ ամել է ոնց կծգտուր։ Սա տեսնենք ճիշտ է, արդեն ճիշտ է, կարմիր վերան չունենք, ապրել երկան, նստեք։ Բացի այս մոլորակներից կան արդյոք այլ մոլորակներ տիեզերքում, չէ՞